Անդրադառնանք տարածված միֆերին եւ պարզենք իրականությունը։ Եթե վատ եմ տեսնում, բայց աչքերս չեն ցավում, խնդիր չկա։ Շատ խնդիրներ կարող են բացարձակապես ցավով չարտահայտվել կամ ցավը արտահայտվի բավական ուշ փուլերում։ Այս դեպքում, եթե վատ ենք տեսնում, արդեն դա պատճառ է բժշկին դիմելու համար։ Գազարի կամ օմեգա 3-ով հարուստ մթերքների օգտագործումը կարող է վերականգնել տեսողությունը։ Որպես այդպեսին վերականգնել չի կարող։ Դա պետք է ներառվի մեր սնունդի մեջ որպես աչքի առողջության պահպանման համար եւ ոչ միայն աչքի, բայց որպես ինքնուրույն վերականգնող Մութ տեղում հեռախոս կամ հեռուստացույց դիտելը վնասակար է։ Այո, շատ վնասակար է։ Ցանկալի է, որ գadget-ը չլինի միակ լուսավորման կետը մութ սենյակում։ Անկամ հեռուստացույցը Ավելի վատ է իհարկե հեռախոսը, այսինքն ինչքան մոտ, ինչքան փոքր էկրան, այդքան ավելի վատ, բայց ցանկալի է գոնե լուսավոր սենյակում դիտել։ Ամփոփենք կարևոր խորհուրդներ կամ պարտադիր սովորություն աչքերի հիգիենայի համար, մեր աչքերի լույսը պահելու համար։ Երևի հենց ամենակարևորներից մեկն է լավ պահպանել գadget-ներից օգտվելու կանոնները, որոնք շատ տարածված են, հատկապես վաղ սերնդի ներկայացուցիչների մոտ։ Ուշադիր լինենք մեր երեխաներին, որպեսզի ճիշտ պահպանեն գadget-ներից օգտվելու կանոնները։ Սնունդը լավ պահպանել, վնասակար սովորությունները ավելի քիչ լինեն եւ այսքանը։